Ռուսաստանը հրթիռներով եւ անօդաչուներով հարվածել է Ուկրաինայի բազմաթիվ շրջանների, այդ թվում Կիևին։ Զապորոժիայում վիրավորների թիվը հասել է 13-ի, որից 6-ը երեխաներ են։ Հարձակման են ենթարկվել նաեւ էներգետիկ ենթակառուցվածքները, շրջանների մեծ մասում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ 4 պայթյուն տեղի ունեցավ, հետո 5-րդ հրթիռը հարվածեց հենց այստեղ, գրկեցի երեխայիս։ Վայրկյաններ անց էլեկտրաէներգիան անջատվեց, ողջ օրը պատված էր փոշով, երեխաները սկսեցին լաց լինել։ Ես սարսափած էի, դա իսկապես սարսափելի էր։ Ոմանք դեռ փլատակների տակ են, հարևաններիս բնակարանն այլևս չկա։ Հրթիռները հարվածեցին շահեդ անօդաչուներից հետո, այդ պահին մենք միջանցքում էինք, կռացա, ծածկեցի գլուխս եւ դուռը պաշտպանեց ինձ։ Հզոր պայթուն էր, բոլոր դռները վնասվել են։ Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայում ձմռանը մարդասիրական աղետ ստեղծել։ Հարվածները նոր վնաս են հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին, սոցցանցում գրել է Յուլիա Սվիրիդենկոն։ Ներքին գործերի նախարարության տվյալներով տարվա սկզբից Ռուսաստանը 75,000 հարված է հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին։ Կիևում ռուսական հարվածների պատճառով մարդիկ գիշերը մետրոյում են պատսպարվել։ Սա չի ավարտվի, քանի դեռ ողջ միջազգային հանրությունը չի սկսել դիմադրել Ռուսաստանին, որին պետք է ասեն, որ նա է ագրեսորը։ Մինչև մեր երկրի սահմանները չվերականգնվեն, չենք կարող ասել, որ խաղաղ ապրելու հնարավորություն ունենք։ Իհարկե, այստեղ ցուրտ է, անշուշտ կնախընտրեի տանը լինել։ Լավ է, որ այսօր աշխատանքի չեմ, բայց սովորաբար առավոտյան պետք է գնամ աշխատանքի։ Կնախընտրեի տանը քնել, քան մետրոյի սառը կայարանում։ Ոչ մի լավ բան չկա, ամեն ինչ անում ենք պատասպարվելու համար։ Սթրեսը շատ է։ Երբ երեխային արթնացնում են գիշերվա կեսին, նա լաց է լինում, որովհետև չի հասկանում, թե ինչու պետք է դա անի։ Էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներին զուգահեռ ռուսական զորքը նաև փորձում է շրջապատել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ունի։ Ըստ ուկրաինական կողմի Ռուսաստանն այստեղ մոտ 11,000 զինվոր է տեղակայել։ Ուկրաինական զինուժը եւս լրացուցիչ ուժեր է տեղակայում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմաճակատում ամենադժվար իրավիճակը հիմա Պոկրովսկում է։ Ինչպես նախորդ շաբաթներին, այնտեղ մարտերն առավել լարված են ռուսական ուժերի ուժեղ կենտրոնացմամբ։ Օկուպանտները բոլոր միջոցներով փորձում են պահպանել իրենց դիրքերը։ Յուրաքանչյուր օկուպանտի ոչնչացում ձեռք բերում է մեր ողջ պետության համար։ Ուկրաինական զինուժը հայտարարել է, որ ռուսական զորքին դեռ չի հաջողվել շրջափակել Պոկրովսկը, իսկ լոգիստիկ այս կենտրոնի շուրջ գտնվող ռազմական մատակարարման ուղիները գործում են։ Ուկրաինային ռուսական զինուժի հարվածները տեղի են ունենում Հարավային Կորեայում, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի առաջնորդների հանդիպման ֆոնին, որի ընթացքում Դոնալդ Թրամփն ու Սի Ցինփինը քննարկել են նաեւ ուկրաինական պատերազմը։ Հանդիպումից հետո Թրամփն ասել է, որ համաձայնել են միասին աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մենք երկար խոսեցինք այդ մասին, երկուսս էլ պատրաստվում ենք աշխատել, տեսնելու թե արդյոք կարող ենք ինչ-որ բան անել։ Նա մեզ օգնելու է եւ միասին աշխատելու ենք Ուկրաինայի հարցում։ Թրամփը Սի Ցինփինի հետ հանդիպումից մի քանի րոպե առաջ հայտնել է, որ Պենտագոնին հրամայել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները 33 տարվա ընդմիջումից հետո։ Թրամփը պարզաբանել է, թե նման որոշում է կայացել, քանզի այլ երկրներ, մասնավորապես Ռուսաստանը, Չինաստանը, եւս նման փորձարկումներ են անում։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես սոցցանցում գրել է նա։ Մինչ այդ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային շարժիչով աշխատող մեծ հեռահարության Բուրևեսնիկ հրթիռի եւ միջուկային մարտագլխի կրելու հնարավորությամբ Պոսեյդոն գերտորպեդոյի հաջող փորձարկման մասին։ Չնայած խաղաղության մշուշոտ հեռանկարին Ռուսաստանի նախագահի տնտեսական եւ ներդրումների հարցերով բանագնացը լավատես է։ Կիրիլ Դիմիտրիևը, որը Միացյալ Նահանգներ էր մեկնել Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկումից հետո եւ անցած մի քանի օրերին հանդիպել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ, կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել 1 տարվա ընթացքում։